Օրեր առաջ մեր հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Այգեհատ գյուղից ոչ միանշանակ է ընդունվել Ալավերդի համայնքի և Վիոլիա ջուր ընկերության կողմից։ Հիշեցնենք, որ բնակիչները բողոքել էին գյուղի փողոցներից մեկի անբարեկարգ վիճակի և թաղամասերի ջրամատակարարման խնդրից։ Իրավացիորեն համայնքապետարանի պաշտոնյաները դժգոհում են այն բանից, որ ռեպորտաժը նկարահանելուց հետո հարցում չի կատարվել տեղական իշխանությանը, թե արդյոք տեղյակ են խնդրից և արդյոք որևէ քայլեր են ձեռնարկվել այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Պարզվում է, համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը շաբաթներ առաջ այդ նպատակով եղել է գյուղում, լսել է բողոքող նույն մարդկանց, քննարկել լուսավորման, նաև ջրազուրկ թաղամասի ջրամատակարարումը վերականգնելու նրանց պահանջը։ Համայնքի ղեկավարը ինքը անձամբ այցելություններ կատարել Այգեհատ բնակավայր տարվա ընթացիկ աշխատանքներին նայելու համար ու նաև հենց նշված բնակիչ, եթե չեմ սխալվում, Սիմոնը նրա խնդրանքով գնացել էր այն ճանապարհը, որը որ նշված է եղել, որտեղում գնացել են հարցը ուսումնասիրել են, ճանապարհի մասին ընդհանրապես ոչ մի բողոք եւ այլն ընդհանրապես չի եղել, ավելին ասեմ, այնտեղ քննարկում ա եղել լուսավորության համար, մենք սուբվենցիոն ծրագրով նախատեսել ենք այս տարի այդ ճանապարհը լուսավորենք, սակայն գյուղացիները պնդում են, որ այդ ճանապարհը կարակ չլուսավորենք վերևի փողոցը լուսավորենք, որովհետև դա դաշտ գնացող ճանապարհն է։ Դրա լուսավորման կարիք չկա։ Համայնքի ղեկավարն է տեղում ասել է, որ համ այդ կլուսավորենք, համ մյուսը, այսինքն երկու փողոցը լրացուցիչ կլուսավորվեն։ Այցելության ժամանակ համայնքապետին բնակիչների կողմից չի ներկայացվել այսպես կոչված 12-րդ փողոցի խնդիրը։ Պարզվում է, որ տվյալ փողոցն իրականում չի մտնում Այգեհատ գյուղի հատակագծի մեջ և համարվում է Օձուն գյուղի դաշտամիջյան ճանապարհ, սակայն համայնքը նույնն է և խնդրի մասին ժամանակին տեղեկացնելու դեպքում դժվար չէր այն խճապատել, բարեկարգել։ Ճանապարհի հետ կապված, եթե հարցը շուտ բարձրացեն, հարցը ավելի շուտ լուծում գտներ, քանի որ չեն բարձրացել, հիմա նախատեսում ենք այդտեղ խճապատում կիրականացնենք այդ ճանապարհի, եթե մարդիկ պնդում են, որ օգտագործում են, ուրեմն մենք էլ մեր մասով ճանապարհը կարգի կբերենք ու կօգտագործեն այդ ճանապարհը։ Այս տարվա ընթացքում այնտեղ որոշակի աշխատանքներ ունենք, տուֆավատման աշխատանք ունենք այնտեղ, ինչպես նաև 67 լուսատու պետք է նոր տեղադրենք։ Համայնքապետարանում տեղյակ են գյուղի թաղամասերից մեկի նաև ջրամատակարարման խնդրի մասին։ Ըստ համայնքապետարանի խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ տվյալ թաղամասի բնակիչներից ոմանք հրաժարվել են վճարել ջրի օգտագործման վարձավճարը։ Խմելու ջրի հետ կապված խնդիրն է, որ ասում են ճշմարիտ, իրականում դա կա տեխնիկական հարց, այսինքն իրանք մագիստրալին շատ մոտ են, ժամանակ առ ժամանակ կարգավորումը պետք է իրականացնել, ճնշում միջացնում են, որպեսզի այդ ամբողջ համակարգերը չտրակի։ Այսինքն Վիոլան այդ ամեն ինչը կարգավորում, դա Վիոլայի դիրույթում լուծող հարց է, իսկ կոնկրետ Սիմոնի բարձրաձայնված հարցով էլ, որքանով ես տեղյակ եմ, Վիոլա ջրի գործընկերներն արդեն այդ հարցը լուծել են, ու առհասարակ շատ հաճախ են մեզ Վիոլայի հետ կապված հարցերով դիմում, իրականում մենք եւ Վիոլա ջուրը հատկապես Ալավերդու գրասենյակը իրական սերտ համագործակցում ենք այդ, բայց երբ որ բնակիչները հարց են ունենում, ավելի ճիշտ կլինի հենց ճիշտ հասցեատերին դիմեն իրանց հարցերով։ Նոր, եթե օրինակ չի լինում այդ հարցը, նոր ասեն հարգելի համայնքապետարան, խնդրում եմ միջնորդեք։ Մենք բազմաթիվ փորձեր ունենք, որ չեն կարողացել իրանք Վիոլա ջրի հետ լեզու գտնեն, իրանց հարցերը կարգավորեն, բայց մեր հետ համագործակցության արդյունքում այդ հարցերը լուծվել են։ Հենց հիմա էլ օրինակ համատեղ աշխատանք ենք պլանավորել, օրինակ Էնգելսի 24 շենքում, որ էլի իրականում ոչ համայնքի խնդիրն է մեծ հաշվով, ոչ մեծ, Վիոլա ջուրն է պնդում, որ իր խնդիրն էլ չի, բայց որոշել ենք, որ համատեղ ուժերով կլուծենք։ Ու այդ ձևի բազմաթիվ աշխատանքներ անում, բայց ջրի հետ կապված հիմնական իրանց պատասխանատուն դա Վիոլա ջուրն է։ Ռեպորտաժի շուրջ առաջացած աղմուկը հանդիմանանք է այն բանի համար, որ լրագրողը անմիջապես տեղեկություններ չի ստացել համայնքապետարանից, բացատրվում է այն հանգամանքով, որ նույն ռեպորտաժի մեջ ծավալուն ներկայացվել է նաև գյուղի վարչական ղեկավարի խոսքը, ով չի իրազեկել այն մասին, որ բարձրացված խնդիրների վերաբերյալ արդեն գործընթացներ են սկսվել։ Ինչևէ, այսօր համայնքապետարանից եւ ռեպորտաժի հիմնական հերոսից Սիմոն Շավերդյանից տեղեկացանք, որ թաղամասի ջրամատակարարումը վերականգնված է։